Չեմ պատրաստվում շտապել հայտարարելու, բայց ուզում եմ ասել, որ որևէ բան մեծ հաշվով չի փոխվել, որովհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցություն ունենալու մեծամասնություն, ես փոխնախագահի պաշտոնում առաջադրվել եմ եւ հուսով եմ կընտրվեմ եւ ես շարունակելու եմ իմ ջանքերը ներդնել, որպեսզի աշխատանքները շարունակվեն։ Դուք գիտեք, որ կառավարության օրակարգում ԵՄ ինտեգրումն է եւ վարչապետը դրա մասին շատ հստակ հայտարարեց նաեւ կառավարության ծրագրում։ Մենք մեր պլաններից հետ չենք կանգնելու։ Դուք գիտեք, որ ՍԵՊԱ կիրարկումն էլ իր տրամաբանական հունով ընթանում է, շատ շուտով այն կավարտվի եւ մենք կարող ենք խոսել նաեւ նոր իրավապայմանագրային հիմքերի մասին։ Մենք ունենք գործընկերության նոր օրակարգ, որը ի տարբերություն նախորդի նաեւ էներգետիկ ոլորտին է վերաբերում։ Վարչապետը գիտեք, որ խոսեց նաեւ էներգետիկ անկախության մասին եւ ընդհանուր առմամբ կառավարության օրակարգերը շարունակվելու են եւ քաղաքացիական պայմանագիրը իր քվեն եւ մանդատը ստացել է նաեւ խորհրդարանում այդ օրակարգը սպասարկելու համար։ Ընդդիմությունը ղեկավարի հակասություն կառաջանա կառավարության այդ ծրագրի եւ ընդդիմության մեջ։ Մենք ունենք մենք որպես քաղաքացիական պայմանագիր խմբակցություն ունենք մեծամասնություն բոլոր հանձնաժողովներում եւ ես չեմ պատկերացնում որևէ սցենար, որի պարագայում մեր օրակարգը չի կարողանալու սպասարկվել, իսկ նախագահի տեխնացուն իր ելույթում խոսեց նրա մասին, որ ներկուսակցական օրակարգեր չի պատրաստում սպասարկել, առաջնորդվելու է պետական շահով եւ ես որպես հանձնաժողովի, եթե ընտրվեմ իհարկե փոխնախագահ, բայց որպես անդամ իր հետևելու եմ, որպեսզի ուժեղ Հայաստանը որևէ ձևով չկարողանա խոչընդոտել մեր օրակարգերին, հատկապես քանի որ մենք խոսում ենք նրա մասին, որ ես ունեմ կասկած, այն էլ հիմնավորված կասկած, որ ուժեղ Հայաստանը եկել է վերահսկելու այն գործընթացը, որ մենք իրականացնել ենք, ոչ թե դրան զարկ տալու համար, այլ որպեսզի իր գործընկերներին նկատի ունեմ Հայաստանից դուրս տեղեկացնի, թե որ փուլում են եւ փորձի տորպեդահարել, դա վստահաբար նրանց չի հաջողելու։ Նման հետևության հիմք է հանդիսանում այն, որ իրենց տեխնացուները խոսքի մակարդակով չեն կարողացել արտաբերել հետևյալ ձևակերպումները, օրինակ, որ դիվերսիֆիկացման օրակարգի համար կարևոր է ազատ առևտրի համաձայնագիրը Եվրամիության հետ, որ չեն կարողացել նկարագրել, թե հիբրիդային օրինակ վտանգները որ երկրից են գալիս, մարդիկ խոսքի մակարդակում չեն կարողանում որոշ ձևակերպումներ ասել, ինչին ցույց է տալի կասկածելու, որ իրենք անկեղծ չեն այս հանձնաժողովը ընտրելու պարագայում, հարցում եւ ընտրել են, ել եմ ասում, վերահսկելու, որպեսզի իրենց թույլատրված շեմը ուրեմն քաղաքացիական պայմանագիր չհաղթահարի։ Ղազարյան վարչապետն է ասել, որ պաշտոնական հայտը Եվրամիությանը ներկայացվելիս կախված կլինի նրանից, թե Եվրոպան ինչքանով է ուզում, այսպես ասած, որ Հայաստանը մոտ լինի, հա։ Արդյոք որոշակի ազդակներ ստացել եք Բրյուսելից, Եվրամիության երկրներից, որ այդ հնարավորությունը արդեն Հայաստանին կձեռ։ Այս ձևակերպումը վարչապետը առաջին անգամ չի արել։ Հիշում եք, որ Ստրասբուրգում նաև Եվրոպարլամենտում ելույթում նշել է եւ սա իրական գործընթացի իրական նկարագիրն է։ Մենք կարող ենք Եվրոմիությանը մոտ լինել այնքան, որքան Եվրոմիությունը մեզ դա թույլ կտա, որովհետեւ սա իսկապես երկկողմ գործընթաց է։ Ազդակներ արդյոք ստացել ենք Եվրոմիությունից, թե չէ։ Եվրոմիությունը գործընկեր է վստահելի, ով արձագանքել է Հայաստանի համար ամենաբարդ փուլերում երկու կարևորագույն մարտահրավերներին։ Առաջինը սահմանային լարվածության ընթացքում մեզ ուղղել է դիտորդական առաքելություն, որը թույլ տվեք ասել, որ իր լիազորությունների սահմանում արել է առավելագույնը, նա ապահովել է միջավայր խաղաղ գործընթացը ապահովելու, այսինքն բանակցությունների համար խաղաղ միջավայր է ապահովել, սա մեկ։ Եվ երկրորդը դուք գիտեք, ընտրությունների ընթացքում միայն մենք չէ, որ խոսում էին հիբրիդային գրողների, հիբրիդային պատերազմի փորձերի մասին, եւ թույլ տվեք ասել, որ Եվրամիությունը այն վստահելի գործընկերն էր, որը շատ սեղմ ժամկետներում Հայաստան ուղարկեց երկրորդ առաքելությունը, որը մեզ օգնեց հաղթահարելու կամ մասամբ հաղթահարելու այս մարտահրավերը։ Եվրոմիությունից մենք նաև ազդակ ստացանք ATM-ի վերաբերյալ, դուք գիտեք, որ շատ փորձագետներ բավականին կասկածով էին վերաբերվում այս գործընթացին, ATM-ը ասեմ մեր քաղաքացիներին, որպեսզի պարզ դառնա, սա առանց մաքսային հավելյալ վճարումների մեր ապրանքների մուտքը եվրոպական շուկա ապահովելու մասին է, եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան գալով խոսեց ATM-ի մասին, սա կրկին շատ կարևոր գործիք է, որ թույլ տվեք ասել, որ շատ քիչ երկրներ կան, որ այլ մաքսային ռեժիմում գտնվելով կարողանում են դրանից օգտվել։ Եվրոմիությունը շատ հստակ արձագանքում է այն դժվարություններին, որոնց առաջ Հայաստանը այս պահին կանգնած է եւ ես վստահ եմ, որ համագործակցությունը այսքանով չի սահմանափակվելու եւ Եվրոմիությունը հստակ նկատում է
մարտահրավերները հստակ արձագանքում եւ մեր գործընկերությունը բնականաբար խորհրդարանական համագործակցությամբ չի սահմանափակվում, թե վարչապետը, թե արտգործնախարարը, թե ներքին գործերի նախարարը, արդարադատության նախարարը ինտենսիվ աշխատում են Եվրամիության համապատասխան գործընկերների հետ։ Նաև միջազգային փորձագետներն են նկատում, որ Հայաստանի տնտեսությունը խիստ կապված է ԵՏՄ, այսպես ասած, երկրների մասնավորապես այսպես հիմնական խաղացող Ռուսաստանի տնտեսության հետ, արդյոք հաշվարկել եք այն խնդիրները, այն վնասները, հա, այսպես ձևակերպեմ, որը կարող է, այսպես ասած, հայտ ներկայացնելու պարագայում Հայաստանը կրել, մասնավորապես հիշում ենք վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի հանդիպումը, որտեղ այսպես գազի գնի վերաբերյալ շատ թափանցիկ ակնարկ արվեց։ Հայաստանի Հանրապետության համապատասխան անվտանգային նաև մարմինները ուսումնասիրում են բոլոր հնարավոր վնասները, բայց մենք կարծում ենք, որ մենք չենք սպառել Ռուսաստանի հետ դիվանագիտական ուղով խնդիրները հաղթահարելու ճանապարհները։ Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է, խոսակցությունը բարդ է, բայց անկեղծ, եւ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հիմնական հարցերը պետք է հանգուցալուծվեն։ Այո, ճիշտ եք նշում, որ փորձագետներն նշում են, որ մեր առևտուրը Ռուսաստանի ԵԱՏՄ-ի հետ աճել է, բայց սա պայմանավորված է, թույլ տվեք ասել նրանով նաև, որ մենք մի մաքսային միության տարածքում ենք գտնվում։ Եվ եթե մենք խոսում ենք, եւ եթե ընդդիմությունը անկեղծորեն խոսում է դիվերսիֆիկացման կարևորության մասին, արդյոք նրանք քննարկում են եւ պատրաստ են քննարկում նախաձեռնել Հայաստանի այլ մաքսային միությունում լինելու վերաբերյալ։ Եվ եթե նրանք որոշել են այս հանձնաժողովը նախագահել, արդյոք իրենք պատրաստ են իսկապես քննարկման դնել ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ուրեմն համապատասխանաբար DCFTA բանակցելու վերաբերյալ, որովհետեւ այո Ռուսաստանից էլ են նշում, փորձագետներն էլ են նշում, ասեմ ավելին մենք էլ ենք նշում, որ որևէ պետություն միաժամանակ չի կարող լինել երկու մաքսային միություններում եւ ըստ էության դիվերսիֆիկացման օրակարգ այսպես առաջ տանող քաղաքական ուժը պետք է նաեւ այս մասին պատրաստ լինի առնվազն խոսելու։ Տիկին Ղազարյան, տեսեք, դուք Եվրամիության ձգտող քաղաքական ուժ եք եւ արդյոք այդ ուժի մասին է խոսում կամ նպատակներն ազնիվ են, երբ որ այդ ուժը օրինակ ընդդիմության կարծիքով քաղաքական հետապնդումներ է անում, այդ ուժի ղեկավարի բառապաշարը ընդդիմախոսներին հանդեպ շատ կոշտ է մեղմ ասած ձևակերպված եւ այն ինչ մենք օրինակ երեք նույն ամբիոնից լսեցինք, ամենևին Եվրամիություն գնացող քաղաքական ուժի ղեկավարի խոսույթ չէ։ Սա չի մտահոգում օրինակ եվրոպացիներին եւ արդյոք Եվրոպան այդպես հանդուրժող է ամեն հարցում Հայաստանի իշխանության հանդեպ։ Ես ուզում եմ եւ առաջարկում եմ ձեզ դիտել խորհրդարանական քննարկումներ տարբեր ԵՄԱ անդամ պետություններում եւ նկատել որքան սուր կարող են դրանք լինել։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք քաղաքակիրթ, բայց սուր քննադատության, սուր բանավեճի մթնոլորտում եւ որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում։ Ես կարծում եմ, որ մենք չպետք է խուսափենք իցուց դնելու այն, որ մենք ընդդիմության հետ ունենք լրջագույն հակասություններ եւ այդ հակասությունները ակնհայտորեն նաեւ բառամթերքի ընտրությամբ կարող են արտացոլվել։